Հանուն հոր և որդու և հոգուի սրբո, ամեն։ Եվ այլևս չեք տեսնի մարդու որդուն, մինչև չասեք, օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի այս խոսքերը կարծես վերջին կնիկ և հաստատություն լինեն իր գալստյան մասին։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս առաջին անգամ աշխարհ եկավ 1 թվականին և Քրիստոսի գալստյան նշանները նախորդեցին Տիրոջ գալուստին։ Դերևս Քրիստոսի գալուստից առաջ, շատ դարեր առաջ, մարգարեները խոսել էին Տիրոջ գալստյան օրվա, ժամի, տեղի մասին։ Եվ մարդկությունը իդեմս հրյա ազգի գիտեր Քրիստոսի գալստյան մասին, թե որտեղ, երբ և ինչպես պետք է լինի։ Բայց շատ քչերը ներկա եղան Քրիստոսի ծննդյան ժամանակ։ Ընդամենը մոգերը, հովիվները, Տիրոջ ընտանիքը, Հովսեփը, Մարիամը և հրեշտակները։ Եվ մնացած ամբողջ աշխարհում կատարյալ լռություն ու անգիտություն էր։ Տիրոջ գալուստը ծածուկ ու մեղմ եղավ, հանգիստ եղավ, խաղաղ եղավ, ողորմությամբ եղավ, որպեսզի ով ընդունի այս խաղաղությունը, ով ընդունի աստվածային ողորմությունը, Քրիստոսի գալստյան շնորհը, նա կփրկվի, հավիտենական երկնքի արքայությանը կարժանանա։ Այժմ եկեղեցին գտնվում է Տիրոջ գալստյան առաջին գալստյան շրջանում։ Աստծո ողորմության դուռը, որը եկեղեցու դուռը, այսօր բաց է մարդկանց առջև։ Ով ուզում է փրկվել, ով ուզում է մեղքերի թողություն ստանալ, ով ուզում է ազատագրվել գեհենի տանջանքներից, պետք է մտնի Աստծո ողորմության դռնով և այստեղ աստվածային օրհնության մեղքերի թողություն գտնի։ Այստեղ Սուրբ եկեղեցում, Սուրբ մկրտության ավազանից շնորհաբաշխման աղբյուրն է բխում։